է։ Իմիջիալոց, այն որ ասում է շուն ասեցինք, ում հիշեցի, շուն ասեցինք, հիշեցի գլխավոր Շանը, այն Զուքարանին։ Երեք ոգևորված Էդմոն Մարուկյանը Այսպես ազարտի մեջ ընկած, ասում է, թե ինչ մեծ դերակատարում է ունեցել ինֆորմացիոն առումով Զուքարանը դոգի մասին է խոսում, եւ դա ինչ մեծագույն ծրագիր էր։ Ուրեմն այ թյուրիմացություն, եթե քեզ թվում է իբրև թե դու ես մեծ շուստրին ես երկրի, ու ոչ մեկ չի հասկանում իրը, դու խղճուկ ողորմելի ձայնի կռիվ ես տալիս, եւ հիմա քեզ հասկացրել էր, որ այն սեռաշեղված պարավները անտեր են մնացել, որովհետեւ իրանց տունը այ սեռաշեղված պարավներ բիձեք, չգիտեմ ինչ, խնդիր չկա, հետ տվեք, եւ որտեւ դուք ձեր բավարարվածությունը մենակ գալիս է նրանից, որ ինչ որ մարդկանց սեռական օրգանների, չգիտեմ ինչ խոսեն հայոյել, դուք դրանից հաճույք եք ստանում, գնացեք, հետ գնացեք, լսեք ու տենց հաճույք ստացեք ձեր ընտանիքներով, որտեւ սեռախեղված անասուններ եք դուք։ Զուքարանի բույրով անասուն, հիմա այդ Զուքարանի բույրը կարոտել եք, Էդմոն Մարուկյանն էլ ուզում է դա վերադարձնի եւ ուզում է այս սեռաշեղվածներին իբր թե տանի իր կողմը եւ իր արևին դոգին սկսել է գովել։ Երեք Պարոն Սարգսյան, դուք տեսաք ոչ ավել, ոչ պակաս, ես չգիտեմ, ձեզ ուղարկել եմ թե չէ, հիշեցման կարգով հրապարակվեց, թե այդ շունը ընդհանրապես ոնց է Էդմոն Մարուկյան սիրելիս, ոնց է հիշել ձեր մամային, ձեր տիկնոջը, ձեզ, այն իրա քաղցրաբույր բառապաշարով։ Եթե դուք դա համարում եք ինֆորմացիայի պակաս, ինչ ասեմ, դե այդ ինֆորմացիայով շարունակեք հարստացնել մեր ժողովրդին եւ Պարբերաբար միացրեք այդ Շան դոգի հաչոցը, որտեղ որ ինքը հիշում է սեռական հայհոյանքներով ձեր մամային, ձեր տիկնոջը եւ ձեզ։ Եվ պիտակավորում է որպես B, չգիտեմ այդ B-ի տղա։ Այդ ի՞նչ է նշանակում Սամվելյան։ Իրան հիշատակում էր որպես B-ի տղա։ Ես չգիտեմ դա ինչ է նշանակում, բայց ինձ ասեցին, որ դա հայհոյանք է։ Հիմա դու կարող ես հաճախ դնել, միացնել եւ լսել ու քեզ շատ բավարարված գալ։ Եվ վերջին թեմա շատ կարճ, պարոն Սարգսյանը արդեն եկել է, հիմա կգա եւ կմիանա մեր զրույցին։ Ես նաեւ ուզում եմ հիմա խոսել Աննայի, խոսել նաեւ թե ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, կարծեմ, ես ինչքանով որ այդ ինֆորմացիային տիրապետում եմ, ուրեմն Էդվարդ Շարմազանովի ելույթից առաջ Ուրեմն ելույթ են ունեցել, այդպես էր պարոն Սարգսյան, ելույթ են ունեցել ադրբեջանցիները եւ քանի որ ֆաշիզմի նվիրված բան է եղել, միջոցառում է եղել եւ այդ միջոցառման ժամանակ ուրեմն ադրբեջանցիները ֆաշիզմի դրսև այն ադրբեջանցիները որ ուղիղ եթերում գլխատում են հային, որ մասնատել են հայ տիկնանց, որ գլխատել են 10 երեխաների եւ ֆուտբոլի գնդակի տեղ այդպես օգտագործել են, որ այրել են ուղակի ընտանիքներ, այդ անտառի մեջ չկան հիմա մի քանի ընտանիք որ գոյություն չունեն, որ պայթեցրեցին եւ դրա հետևանքով սովի են մատնվել եւ այս վիժվածները իրենց իրավունք են վերապահել Մոսկվայում խոսելու։ Փայլուն արձագանքեց Էդվարդ Շարմազանովը, հետո Իվետան է խոսել, լավ է, ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիան, ինչքանով որ գիտեմ, դա եղել է արձագանք։ Ցավոք, սա ոչ թե պիտի արձագանք լինել, այլ եկել է այն պահը, որ իսկապես ճիշտ էին ասում եւ Միհրանյանը եւ Արա Աբրահամյանը, որ այլևս մենք պիտի վերցնենք մեր ձեռքը, հանրային գործիչները, ընդդիմադիր գործիչները, մեր երկիրը, մեր պետությունը գրաված է թշնամու կողմից, մենք պիտի հասկանանք, որ մենք պետություն չունենք։ Այս անձինք պիտի միավորվեն, հիմա ինչ որ բան առաջարկեց Արա Աբրահամյանը, պիտի միավորվեն եւ իրենք նախաձեռնող լինեն, սկսեն պայքարել եւ Արցախի համար եւ հիմա անգամ ես ներողություն եմ խնդրում, բայց մի տեսակ ծիծաղելի է ինչու Արցախի համար, պետք է պայքարել Հայաստանի համար, որովհետեւ խնդիրը այլևս Հայաստանն է, թե Հայաստանը չպահենք Արցախի մասին խոսելը, չգիտեմ որովհետեւ, այսինքն ոչ թե պիտի Իվետա Տոնյանը կամ Շարմազանովը սպասեին, որ մեկը հաչար ադրբեջանցից, այ իրենք պիտի դրա մասին խոսեն, թե ինչ են արել, ճիշտ է։ Իրենք են սկսել, բրավո, եթե իրենք են սկսել առաջինը խոսել, որտեվ ինձ ասեցին մենք Իվետան կարծեմ արձագանքել է, Շարմազանովը եթե ինքն է սկսել, բրավո, սա պիտի նախադեպ լինի, որ մենք առհասարակ այս թեմաները այլևս իսկապես ժամանակն է, պահն է, որ մենք այդ դերասանությունները, ընդդիմադիր ազգային գործիչների, որ մենք ինչ որ անում ենք, մի պատասխանը գալիս է, որ միջազգային տարբեր կառույցներից, կազմակերպություններից պատասխանը գալիս, որ պետությունը պիտի զբաղվի։ Ձևը պիտի գտնենք, իսկ ձևի մասին Անդրանիկ Միրանյանն ասեց, որ եթե այդպիսի խոշոր բան միավորումներ լինեն, մենք հզոր սփյուռք ունենք, հիմա պիտի մենք հասկանանք, որ մենք պետություն չունենք եւ այո, ունենք բարեկամ կան երկրներ, պիտի համոզենք, բացատրենք, փորձենք անել, իհարկե զուգահեռաբար նաև ամեն ինչ անենք, որ փորձենք ազատագրվենք այս վիժվածք եւ ապիկար իշխանություններից։ Ես այս ամենի